Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, բարև ձեզ իմ հիանալի հզոր հայացք, ես Արթուր Ֆարմանյանն եմ, Հայաստանի ժողովրդական կոմունիստական կուսակցության ղեկավարը։ Սիրելի բարեկամներ, հենց նոր ես վերադարձա կենտրոնական ընտրատարածքից, որտեղ որ որոշում կայացրեցին, որ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը չի անցնում ազգային ժողով։ Ինչ կարող եմ ասել դրա վերաբերյալ, կարող եմ ասել, որ Նիկոլ Փաշինյանը ինչ ուզում է, ոնց ուզում է, անում է և 0, 0 արձագանք, խոսացին ընդդիմությունները և այլն, նոր ընտրություններ, լոզունգներ, մյուսը, բայց ոչ մի կոնկրետ քայլերի առաջարկ։ Հիմա այդ ամենը դնենք կողքի։ Մենք հայտարարել ենք, որ մենք սկսել ենք համազգային ազատագրական շարժման process-ը։ Ես նաև հայտարարություն եմ արել, որ մոտակա ժամանակներում մենք հրավիրենք հանրահավաք։ Իդեպ շատ շնորհակալ եմ ձեզ սիրելի իմ հայրենակիցներ, բուռ արձագանքների համար, որ դուք գալու եք, դուք մասնակցելու եք, դուք իմ կողքին եք, անչափ շնորհակալ եմ։ Հետևեք մեր էջին, մենք հայտարարենք օրվա եւ ժամի վերաբերյալ, բայց հիմա ուզում եմ ասեմ հետեւյալը։ Սիրելի բարեկամներ, այսօր Հայաստան է եկել Բեղերով Տառականի Իլհամ Ալիևի խորհրդատուն անվտանգության գծով Գաջիևը։ Իդեպ ըստ մեզ հասած տեղեկությունների նա արդեն մի շարք հանդիպումներ է ունեցել։ Չգիտեմ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպել է թե չէ, սուտ չեմ կարող ասել, բայց գիտեմ, որ Նիկոլ Փաշինյանը այդ Իջևան Դիլիջանի կողմերն է եղել, ըստ մեզ հասած տեղեկությունների, իսկ Գաջիևը Դիլիջանում է։ Դուք պատկերացնում եք մասշտաբը, ինչա կատարվում։ Այս ակցիզների թանկացումը, բենզինի, վառելիքի, մյուսի, դրա ֆոնին, որ արդեն եռում է ժողովուրդը, մասսան արդեն մտածում է, թե ինչ է կատարվելու, Նիկոլ Փաշինյանին գալիս է Գաջիևը եւ ասում է, ախպերս, մի հատ զեկուցիչ ինչ է կատարվում հանրապետությունում, Իրիվանում։ Նիկոլ Փաշինյանը, դա ես եմ պատկերացնում ինչ կարող է լինի, բայց հավատացեք, ես չեմ կարող սխալվել։ Զեկուցում է Նիկոլ Փաշինյանը իրեն տերերին, ասում է, որ վիճակը լարված է, որտեղ որ Գաջիևը երևի փոխանցում է Բեղերով Տառականի բառերը, որ մի վախեցի Նիկոլ ջան, մենք մեջքիդ կանգնած ենք։ Չեն Նիկոլ, տենց են ասե, հույս են տվե քեզի։ Որտեղ որ ինչից եմ այդ եզրակացություններն անում, սիրելի բարեկամներ, քանի որ Նիկոլ Փաշինյանը այսօր եռագլուխ ընդդիմությանը իրանց ասած էլի դիմեց, դուք հացին կակա եք ասելու, դուք պետք է այդ ընտրակաշարքներ, ոբշեմ այդ իրանց էլի լոլո երգը երգեցին։ Ես բազմաթիվ անգամ ասել եմ, եթե կաշարք ինչ-որ մեկը տվել է, գլուխը պատով է տվել, քանի որ դա ոչ թե հարցը կաշարքն է, հարցը այն է, որ մեր ազգին ինչ-որ մարդիկ, եթե եղել է նման բան, դնում են ծախվողի տեղ, դա անընդունելի է եւ ես նույնապես այդ հարցին վերաբերվում եմ շատ լուրջ եւ կոշտ քննադատում եմ։ Բայց հարցը դրան չի։ Ինչպես իր մանիպուլյացիաները որ լինում է, Նիկոլ Փաշինյանը ասում է հետեւյալ, այդ եռագլուխներից պրծնում է եւ վերջում ասում է թավշյա հեղափոխություն այլևս չի կարող լինել Հայաստանի Հանրապետությունում։ Որպեսզի չասեն լկտի սուտա, սիրելի բարեկամներ, տեսնենք այս իր բառերը, կտրված, հատված, որտեղ որ ինքը ասում է, խնդրեմ։ Այս առումով հեղափոխությունը այլևս չի կարող լինել թավշյա։ Լավ եղեք։ Հիմա տեսակ, սիրելի բարեկամներ, ինքը ասեց, որ չի կարող լինել, բայց ես հիմա ուզում եմ արձագանքեմ Նիկոլ Փաշինյան։ Նիկոլ Փաշինյան, թավշյա հեղափոխություն լինելու է, եւ այդ թավշյա հեղափոխությունը անելու են կոմունիստները, ժողովրդական կոմունիստական կուսակցությունը ղեկավարելով Արթուր Ֆարմանյանը։ Մենք ձեզ կոմունիստներս, ձեր պապային քաղաքական, այն ժամանակ, որ դուք ռոմանտիկ եք եղել, միացում,
Արցախ կորալով, հիմա դուք ռոմանտիկ չեք եւ հայրենասեր չեք, ինչպես դուք եք ասել։ Մենք տվել ենք առանց կրակելու իշխանությունը Թավշյա ձևով Նիկոլ Փաշինյան, դու Թավշյա ձևով իշխանությունը տալու ես կոմունիստներին, դու տալու ես Նիկոլ իշխանությունը Թավշյա ձևով։ Մենք ընդամենը կսկսենք, հետո դու կգաս մեզ ընդառաջ եւ սիրուն կհազնես իշխանությունը մեզ։ Եղավ։ Եվ Աստված չանի Նիկոլ Փաշինյան, Հայաստանից Հանրապետության քաղաքացու քթից անգամ մի կես կաթիլ արում գա ձեր պատճառով։ Ես էլ չգիտեմ ժողովուրդը ոնց կանգնացնեմ։ Ես չեմ կարող իրենց կանգնացնել։ Նայի չընկնես Մուամմար Կադդաֆիի օրին։ Դες քեզ ինչ եմ ասում։ Նայի չդառնաս հայկական Չեուշեսկո։ Նայի չդառնաս իրակական Սադամ Հուսեյն։ Դες ասում եմ։ Մենք դու ասում ես անհնարին է, ես կասեմ եմ հնարավոր է։ Մենք անելու ենք, մենք պատրաստվում ենք, եթե հիմա մի քանի դրվագներ կան, տեսնենք ինչա կատարվում, դու ինչ ես անում, Գաջիևի հետ ինչ ես խոսացել, ադրբեջանցիներ ինչ են անում, եւ Թավշյա հեղափոխությունը անխուսափելի է Նիկոլ Փաշինյան։ Իսկ եթե դու հանգարց փորձես կրակես ժողովրդի վրա, Նիկոլ, եւ դու կկրակես, ես անկեղծ լինեմ ժողովրդիս հետ, քանի որ այն մարդը, ով որ պրովոկացիա արեց եւ սարքեց մարտի 1-ը 2008 թվականի, նա ընդունակ է ամեն ինչի։ Բայց ես քեզ ասում եմ, մի արա, մի փորձի նման անգամ հայտարարություն անելու։ Սերժ Սարգսյանը քեզ ասես նոր մարտի 1 եք ուզում, սարկեցիք, որ ժողովուրդը գրգռվի, դու հիմա նույն բանը անում ես, բայց ժողովուրդը չի գրգռվի դրանից։ Ժողովուրդը կանի Թավշյա հեղափոխություն, դու էլ հələ բախտդ փորձի, Նիկոլ։ Ժողովուրդ ջան, տեսակ ինքներդ լրիվ էս մարդը արդեն չի հասկանում ինչ է անում, երկիրը որ տանում է թրկացման դա փաստ է, տեսեք առաջի այցելությունը արտասահմանից ով է գալի Ադրբեջանի անվտանգության խորհրդի նախագահ Իլհամ Ալիևի բեղերով տարականի խորհրդատուն անվտանգության գծով։ Էլ ինչ փաստեր է պետք, որպեսզի դուք հասկանաք, որ այս մարդը կանգնացրել է Հայաստանից Հանրապետությունը օկուպացիայի առջև Ադրբեջանի դեմ։ Ադրբեջանը տանում է Հայաստանի Հանրապետությունը օկուպացիայի Նիկոլ Փաշինյանի ձեռքով։ Նիկոլ Փաշինյանին 5 տարին պետք չի, Նիկոլ Փաշինյան իր վերջնական միսիան կանի եւ կանհետանա։ Դրա համար, ժողովուրդ ջան, խնդրում եմ ձեզ մոտակա ժամանակները հետևեք մեր էջին, որտեղ ես կդիմեմ ձեզ հայտարարելով վայրը, ժամը եւ օրը, երբ որ մենք պատրաստվելու ենք անենք հանրահավաք։ Եվ անչափ շնորհակալ եմ ձեզանից բոլորիցդ, որ բարի խոսքեր եք ասում եք ձեր մասնակցության մասին այդ հանրահավաքի, ես բոլոր ձեր գրված հայտարարությունները ես կարդում եմ։ Այսօր այսքանը, սիրելի բարեկամներ, լավ եղեք, հզոր եղեք, ամեն ինչ լինելու է գերազանց, իսկ դու Նիկոլ մտածի, ոնց ես հանձնելու իշխանությունը կոմունիստներին, այլ տարբերակ չունես։ Գեցե Հայաստանից Հանրապետությունը, գեցե հայ ազգս, գեցե հայոց առաքելական Սուրբ եկեղեցին։ Սիրելի բարեկամներ, հույսով եմ կհանդիպենք, Աստված բոլորիս պահապան, ստեսություն։